Ողջունում եմ ձեզ Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, այսօր զրուցելու եմ իրավաբանական գիտությունների թեկնածու դոցենտ Գևորգ Պետրոսյանի հետ, բարև ձեզ պարոն Պետրոսյան։ Բարև ձեզ։ Մինչև մեր զրույցը սկսելը կխնդրեմ բաժանորդագրվել ալիքին, հավանել տեսանյութը եւ գրել մեկնաբանություններ։ Պարոն Պետրոսյան, Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է եւ Ադրբեջանի անվտանգության երաշխավորը Հայաստանն է։ Սա տրամաբանական միտք է ընդհանրապես, ինչպես կարող են հակամարտության մեջ եղող, պատերազմի մեջ եղող պետությունները լինել միմյանց անվտանգության երաշխավորները։ Հարգելի պարոն Սիմոնյան, դա խելագարության կանխավարկածից է բխում իր արտահայտությունը։ Եթե մենք գերի ունենք, ինչ անվտանգության երաշխավորի մասին է խոսքը։ Մեր տղաների 5000 տղաների գլուխը կերած պետության, 10000-ից ավել հաշմանդամություն պատճառած պետության մեջ մենք ոնց կարող ենք տեսնել անվտանգության երաշխավոր։ Հասկանում եք, ես ասել եմ մի քանի առիթով նորից ասում եմ։ Նիկոլ Փաշինը Հայաստանում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպանը մի բան ասում է, բոլորը լցվում են այդ ասածը հիմնավորելու գործին եւ ամեն մեկը ոնց որ հայտարարված լինի ինքնախայտարարության օլիմպիադա։ Ով ինչ ուզում խոսում է, մենակ թե Հաչոյանն Նիկոլ Փաշինին։ Բայց ոնց կարող անվտանգության երաշխավոր լինի Ադրբեջանը, եթե նորից եմ ասում, մենք այսօր այնտեղ գերիներ ունենք։ Եվ այսօր ոչ թե խաղաղություն է, այլ հրադադար, պարզապես Նիկոլ Փաշինը իր նախընտրական քարոզությունը ուզում է կառուցել, այսպես ասած, խաղաղության կոնցեպտի հիման վրա, որ իբր ժողովուրդը իրեն ձայն տա, որ հանգարց պատերազմ չլինի։ Էս են սրանք։ Սեփական ժողովրդի հանդեպ շանտաժանող իշխանություն է սա։ Ալեն Սիմոնյանը, ավելի ճիշտ ոչ թե Ալեն Սիմոնյանը, այլ Անդրանիկ Քոչարյանը մեկ այլ կարևոր եւ վիճահարույց արտահայտություն է արել, ասում է, որ իր որդին բարձրակարգ է եւ եթե ինչ որ մեկը իր որդու չափ գիտելիքներ ունենա, ապա բանակում կարող է չծառայել։ Պարոն Սիմոնյան, ես պայստազորի սպա եմ։ Այսինքն ես ցածրակարգ էի, հա, որ գնացել էի ծառայության։ Ամոթը հասկանում եք, Քոչարյան Անդրանիկ, գետինը չես մտնում, դու պաշտպանության հանձնաժողովի նախագահն ես եւ այդպիսի արտահայտություն ես անում։ Ոստ է բարձրակարգը, նախ ինչա նշանակում բարձրակարգ։ Մենք ունենք օրենք 2007 թվականի օրենքն է զինվորական ծառայության մասին, որտեղ այդպես արտահայտություն չկա, այդպես հասկացություն չկա, որ բարձրակարգ տղա, որ ազատվի զինվորական ծառայությունից։ 2007 թվականի օրենքն է։ Ինչա նշանակում բարձրակարգ տղա, այսինքն ովքեր որ ծառայում են, իրենց կյանքը դնում են հանուն հայրենիքի, նրանք ցածրակարգ տղեկ են, իսկ քո տղեն է բարձրակարգ տղա, հələ հարցը ինչով է բարձրակարգ, որ չափանիշներով։ Հասկանում եք, պարոն Սիմոնյան, սրանք լրիվ անցել են բոլոր սահմանները։ Լկտիությունը արդեն սահման չունի սրանց համար։ Բայց ամբողջ արհամարանքա մեր զինվորական կորպուսի նկատմամբ, մեր ծառայող տղեկի նկատմամբ։ Այսինքն նրանք անորակ են, անգիտակից են, դեբիլ են, քո տղեն է բարձրակարգ տղա է, դրա համար էլ չի ծառայել, ասում է իր գիտելիքները, որ դուք ունենաք։ Ես նայել եմ այդ հարցազրույցը։ Ասում է դուք էլ չէիք ծառայի։ Հələ մի հատ հարց է, ով է ստուգե իր գիտելիքները։ Դե մի հատ տաղուկ ղրգի մոտս մի հատ ստուգե, մել կան գիտելիք ունի, թե չէ։ Իդեպ նույն հարցազրույցի մեջ լրագրողին էլ հետաքրքրվում է թե ինչ առողջական խնդիրներով չի ծառայել։ Կարծես թե իր որդին ծառայել։ Գիտեք ինչ, եթե իսկապես առողջական խնդիրներ կան, բնական է, ազատվելը ծառայությունից դա իրավաչափ է, բայց ինքը չի վկայակոչում իր տղայի առողջական խնդիրը։ Ինքը ասում է բարձրակարգ տղա է։ Բարձրակարգ տղա հասկացություն օրենսդրության մեջ գոյություն չունի։ Դու էլ համարվում ես իբր թե ազգային ժողովի պատգամավոր։ Ամոթ քեզ, որ դու տենց անգարագետ
ելույթ ես ունենում, չհիմնավորված, բացարձակապես չհիմնավորված։ Այսօր մեր երկրում շատ բարձր ինտելեկտի տեղ, բայց գնացել են զենքը վերցրել են սահման են պահում։ Այդ ով քեզ խաբեց, որ քո տղեն միակ տղեն է, որ պետք է չենթա ծառայի, որովհետև ինքը բարձրակարգ տղա է։ Պարոն Պետրոսյան, այսօր ազգային ժողովում ընդունվեց ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին այդ օրենքի նախագիծը, որով ըստ էության արգելում են կուսակցությունների դաշինքների անվան մեջ անձնանունների գործածությունը։ Եվ ակնհայտ է, որ սա մեկ հոգու համար արված փոփոխություն է, խոսքը Սամվել Կարապետյանի մասին է։ Որքանով է սա իրավաչափ։ Իրավաչափ չի, բացարձակապես, նախ տրամաբանական չի, հարգելի պարոն Սիմոնյան։ Տեսեք, կուսակցությունը դա հավաբուն չի, որ անվանում չունենա, տիրոջ անվանում չունենա։ Կուսակցությունը դա գրանցված մարմին է, կազմակերպություն է, որը ունի իր ղեկավարը, նախագահ եւ այսինքն սա պաշտոնապես արդեն իսկ գրանցված է։ Հիմա ի՞նչն է խանգարում, որ այդ մարդու անուն ազգանունը հնչի։ Դա իրանք վախեցած են ոչ միայն Սամվել Կարապետյանի նկարներից, այլև անգամ անունից, որ մենակ հնչի իր անունը, այլ դրանից վախեցած են։ Սա մեկ անձի դեմ կարվող օրինագիծ է։ Ու թքեն են պատգամավորների երեսին, որ այս օրինակացին կողմ են քվեարկել։ Հասկանում եք, այսօր Հայաստանը բռնապետության բաստիոն է, հարգելի պարոն Սիմոնյան։ Եվ Նիկոլ Փաշինը իր իշխանությունը պահելու համար գնում ամեն խելահեղ քայլի, բայց ինքը չի հասկանում, որ այդ բոլոր քայլերը հաջորդ իշխանության ժամանակ, ես չգիտեմ ով կլինի հաջորդ վարչապետը կամ հաջորդ նախագահը, բայց հաջորդ օրենսդիր մարմնի, եթե իր իշխանությամբ չձևավորվի, ինքը պատասխան է տալու այս ամեն ինչի համար։ Իսկ այդ Ալեն Սիմոնյանի դրա հայտարարություններ, ես թույլ տվեք մասնագիտական գնահատական տամ, դա պետական դավաճանություն է։ Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածը 15-ից 20 տարի ազատազրկում կամ ցմահ ազատազրկում, ցմահ բանտարկություն։ Ինչ է նշանակում Ադրբեջանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է։ Գնացել ես կազում ես քո թշնամու առաջ, սա թշնամու կողմ անցնելն է։ Ես մի քանի անգամ ասել եմ եւ հիմա էլ ավելորդ չեմ համարում ասել։ Թշնամու կողմ անցնելը այն չէ, որ դու գնաս թշնամու սահմանին, ձեռներդ հանես վերև, ասես եկել եմ հանձնեմ քեզ։ Երկիրը ավելի շատ քանդում են ներքին թշնամիները, որոնցից մեկը Ալի Սեմինն է, կամ որ նույնն է Ալեն Սիմոնյանը։ Այսինքն, այս իշխանությունը, հարգելի պարոն Սիմոնյան, հոգեվարքի մեջ է։ Ու մտքին այդ պահին ինչ եկավ, ասում է, բացարձակապես հաշվի չեն նստում այն հարցի, թե իրանց ասածը մեր երկրի պետականության համար ինչ նշանակություն ունի։ Մեր երկրի անվտանգության համար ինչ նշանակություն ունի։ Կարևոր իրանք մի բան ասեն, հաջողանան Նիկոլ Փաշինին եւ պահեն իրանց պաշտոնը։ Պարոն Պետրոսյան, դուք ասում եք, որ Հայաստանը բռնապետություն է, բայց Նիկոլ Փաշինյանը օրինակ Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասում էր, որ Հայաստան ժողովրդավարական երկիր է, այստեղ օրենքով են կարգավորում, մի խոսքով Պուտինին ժողովրդավարության դասեր էր տալիս։ Ուրեմն ինքը շատ փոքր մարդ է Պուտինին դասեր տալու հարցում, շատ փոքր մարդ է։ Ինքը թող գնա տգետների դպրոց Նիկոլ Փաշինը, որ իր կնոջ չէ, կողակցի ստեղծել են, թող գնա անդ դասընթացների։ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն չէ, Հայաստանը անօրինականության բաստիոն է։ Հասկանում եք, մի մարդ, որը օրինական ընտրվում է, հաջորդ օրը վրան հոդված են կարում տանում դատապարտում, կալանքի են տանում։ Սամվել Կարապետյանին խեք տարե կալանքի։ Ինչի համար։ Մի հատ կարծիք արտահայտելու համար, իսկ այսօր պետական բյուջեի հաշվին ստանվող ոչինչ չանող պաշտոնյաները ըմբոշխնում են իրենց կյանքը։ Որն է արդարությունը։ Հասկանում եք, ես իրավաբան եմ, բայց եթե ինձ մեկը հարցնի, ասի, եթե իրավունքն ու արդարությունը բախվեն իրար, որին կտակ առաջնայնությունը, նախապատվությունը։
Ես կասեմ արդարությանը։ Գիտեք ինչի, պարոն Սիմոնյան, որովհետև եթե իրավունքը համեմված չի արդարությամբ, դա դառնում է չարիք պետության եւ հասարակության վզին։ Այսօր մենք չունենք օրինական կարգերով ապրող իշխանության կողմից ղեկավարվող պետություն, մենք իրավունք ունենք ընդվզել այդ իշխանության դեմ եւ իրենք են զգում իրենց մոտալուտ վախճանը ու դրա համար ամեն ինչ անում են իրենց դիրքերը պահելու համար, բայց այսօր Հայաստանը ժողովրդավարության չէ, ժողովրդաքանդության բաստիոն է։ Մենք չունենք այսօր ժողովրդավարություն, մենք չունենք այսօր սահմանադրությամբ առաջին հոդվածով ամրագրված սոցիալական պետություն։ Այսօր սոցիալական պետություն այնա, որ կարողանա լուծել մարդկանց սոցիալական խնդիրները։ Իսկ այսօր Հայաստանում այդ խնդիրները լուծված չեն։ Չունենք ժողովրդավարական պետություն։ Կրկնում եմ, ով որ օրինական ճանապարհով ընտրվում է եւ իրենց քիմքին հաճելի չէ այդ տեխնացությունը կամ գնդակարում են, վերջին դեպքերը կհիշեք վստահ արգավանդի հետ կապված։ Այո։ Կամ են կանանավորում են։ Չունենք իրավական պետություն։ Մարդկանց գործերը տարիներով դատարաններում գցած են։ Ոչ մի ուշադրություն։ Ասում են դատավորները չեն հասցնում գործերը քննել։ Ծանրաբեռնված են։ Գիտեք այն ծանրաբեռնված։ Էլի եմ ասել եւ հիմա ձեր հետ զրույցում կրկնում եմ։ Որովհետեւ Նիկոլ Փաշինը բացարձակապես շահագրգռված չէ արդարադատության պատշաճ իրականացման գործընթացում։ Նա մենակ ավելացնում է պարեկների կարմիր բերետավորների թվականակը, որ իր հետույքը պահեն։ Փոխանակ ավելացնի դատավորների թիվը, որ կարողանան դատավորները գործերը քննել ողջամիտ ժամկետներում, որտեղ մարդու իրավունքների եվրոպական դատարանի բազմաթիվ վճիռներում այդ դիրքորոշումը արտահայտվել է, որ գործերի ողջամիտ ժամկետում քննությունը արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ է, տարր է։ Այսօր մարդիկ կան տարիներով աշխատանքից ազատված, վաստակ չունեն, ուրիշ զբաղմունք չունեն, դատարաններ ասենք 3 տարի գործը քննում են, 4 տարի քննում են։ Բայց մարդը իր տունը ոնց պահի։ Էսա Նիկոլ Փաշինի ժողովրդավարությունը։ Ինքնիշխանության մասին էլ խոսք չկա, որովհետև եթե մի երկրի ազգային ժողովի նախագահ կոչեցյալ կանգնի ասի, որ մեր անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, էլ ինչ ինքնիշխանության մասին է խոսքը։ Սա ուղղակի ծիծաղ է շարժում։ Պարոն Պետրոսյան, ես հիշում եմ ձեր հարցազրույցներից մեկում դուք ասել էիք, որ պետք է ոտքի կանգնել, եթե չեմ սխալվում, կաթողիկոսի, ուսուցչի եւ երրորդը չեմ հիշում թե ում առաջ, բայց Նիկոլ Փաշինյանը հիմա ուսանող է պետական կառավարման ակադեմիայում եւ երբ մտնում է լսարան որպես ուսանող, ուսանողները նրա առաջ ոտքի են կանգնում, դե գիտեք, կառավարության նիստերի ժամանակ էլ կառավարության անդամներն են ոտքի կանգնում։ Սա ինչ անձի պաշտամունք է, սա նորմալ է ընդհանրապես։ Ես այդ ոտքի կանգնողներին ընդհանրապես չեմ հարգում, ոնց կարելի է Նիկոլ Փաշինյանի առաջ ոտքի կանգնել։ Նա դրա իրավունքը չի վաստակել, հասկանում եք, հարգելի պարոն Սիմոնյան։ Նա այս երկրի համար ինչ արել։ Ես կարամ ոտքի կանգնեմ մի հատ արժանապատիվ բանվորի առաջ, արհեստավորի առաջ, երաժիշտի առաջ, որ ներդրում ունի, արվեստագետի առաջ, մանկավարժի առաջ։ Նիկոլ Փաշինյանը այս երկրում ինչ արել, որ նրա համար նրա դիմաց ոտքի կանգնել։ Ես ուղղակի ամոթանք եմ տալիս այդ ոտքի կանգնողներին, ուզմա ուսանող լինի, ուզմա չգիտեմ, պատգամավոր լինի, ուզմա նախարար լինի, ով ուզում լինի, ամոթ իրանց։ Նիկոլ Փաշինյանի առաջ ոտքի կանգնողը ամոթի եւ բարոյականության հետ վերջնահաշվարկ կատարած մարդ է։ Պարոն Պետրոսյան, գիտեք, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր նախընտրական ծրագրում ամրագրել է վեհափառ հայրապետին հեռացնելու գործընթացը։ Սա ձեր կարծիքով իրավական ճանապարհ է եւ ընդհանրապես կարելի է մեկ անձին հեռացնելու մասին դրույթ ներառել նախընտրական ծրագրում։ Նախ ես շատ մեծ վերապահումով եմ մոտենում այն հարցին, որ քաղաքական պատուհասների կլուբը ԿՊՆՏ կուսակցություն է, ինչու, որովհետև
Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք կա, որի 4-րդ հոդվածի համաձայն ասում է կուսակցությունը պետք է ունենա գաղափարախոսություն, պարտադիր է դա։ Հիմա ես այսքան ժամանակ այդքան ուշադիր եմ լուրերի նկատմամբ, հեռարձակումների նկատմամբ, այդ կուսակցություն կոչված այդ քաղաքական պատուհասների կլումը երբևէ խոսել է իրենց գաղափարախոսության մասին, որն է իրենց գաղափարախոսությունը։ Մարդկանց բանտարկելը, ազատ կարծիքը գնդակահարելը, կալանավորելը մարդկանց, այս է իրենց գաղափարախոսությունը։ Ուր է իրենց գաղափարախոսությունը։ Իսկ ինչ վերաբերում է ձեր հարցադրման հիմնական մասին, իհարկե նման իրավունք չկա։ Անձի հետ կապված կոնկրետ հետապնդումներ իրականացնել քաղաքական նման իրավունք չկա։ Եղավ, շնորհակալ եմ պարոն Պետրոսյան հետաքրքիր զրույցի համար, հետևենք process-ներին, կհանդիպենք։ Ես էլ եմ շնորհակալ, լավ մնացեք։ Պարզապես պետք է հասկանալ մի բան։ Երկիրը կառավարելու իրավունք չպետք է ունենա մի մարդ, որը չի կարողանում սեփական ընտանիքը կառավարել։ Հույն փիլիսոփա Սոկրատեսին, երբ որ հարցրել են ինչ կարծիքի է պետությունը կառավարողի հատկանիշների հարցում, ասել է պետությունը կարող է կառավարել մարդ, ով կարողանում է կառավարել իր ընտանիքը։ Թող ամեն մարդ այդ Ալեն Սիմոնյանից կոչված, սկսած մյուսներով վերջացրած իրանց այդ թայֆին, թող կարողանան իրենց ընտանիքները կառավարել, նոր միայն հավակնել պետությունը ղեկավարելու այդ իրավասությանը։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շնորհակալ։